7-րդ դասն է, որ հաճախում է և բավականին լավ դրական արդյունքներ ունենք իր հետ։ Իհարկե սկզբում երեխաների համար սա գեր զգայական թերապիա է ավելի շատ, այդ պատճառով առաջին ռեակցիան միշտ լինում է անկանխատեսելի։ Երեխաներ կան, որ կենդանիների հետ շփվում են և ձին իրենց համար շատ սովորական կենդանի է թվում, բայց երեխաներ էլ կան, որ պետք է աստիճանաբար սովորեն միջավայրին։ Մոտեցի, դուր։ Ապրես, թողա, թխի։ Մեկ, երկու, այն։ Դուր, ապրես, ապրես, ձեր թխի։ Ահա։ Երբ որ այս գործը սկսում էինք, մենք պատկերացում անգամ չունեինք, թե որքան շատ են երեխաները, ովքեր որ ունեն ախտորոշում, և հիմա մեր հերթերում սպասում են 1200-ից ավել երեխաներ։ Երբ որ ես եմ նստում ձիու վրա և անկանոն շարժումներ եմ կատարում, ձին հասկանում է, որ դա ինձ բնորոշ չէ և տալիս է դրան բացասական ռեակցիա։ Բայց երեխաները, երբ որ իրենց հուզմունքը, ստրեսը կամ պարզապես ձայներ են հանում, ձին դրան վերաբերվում է համբերատարորեն, հասկանալով։ Ձիերին վարժեցնում ենք հատուկ մեթոդով, մեր շվեյցարացի գործընկերներն են մեզ օգնել այդ մեթոդը գործածելու հարցում։ Այդ մեթոդը թույլ է տալիս, որպեսզի ձին ինքը հասկանա երեխայի ախտորոշումը։ Միգուցե մի քիչ միստիկ թվա այս ասածս, բայց իրականում հենց այդպես էլ կա։ Նույնիսկ մանկական ուղեղային կաթվածով երեխաները, երբ որ նստում են ձիու վրա, ձին իր քայլքը սկսում է աստիճանաբար արագացնել։